Նախքան հայտարարությունս ընթերցել ուզում եմ ասել միանում եմ պարոն Թևան Պողոսյանի հայտարարության եւ խնդրում եմ պարոն Պողոսյան ինձ համարեք համահեղինակ։ Հիմա հայտարարությունս տարօրինակ է, չէ՞ որ Հայաստանի ազգային ժողովում եւ մամուլում հնչում են տեսակետներ, որ ԵԽԽՎ-ում հայկական դիվանագիտությունը իբր ձախողվել է։ Մինչդեռ Բաքվում Ադրբեջանի նախագահը խորապես հուսահատ համարյալ լացացնող ելույթներ է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի ու աշխարհի անարդարության մասին։ Ինչու է Իլհամ Ալիև այդքան ծանր տանում Ռոբերտ Վորդերի զեկույցի մերժումը։ Ջուրը ընկած փողերն է ափսոսում, թե իմիջը։ Չէ, իհարկե նա իրավունք ունի սեփական ժողովրդի հետ անկեղծանալ ու իր ծանր կյանքը պատմել։ Հարց է տալիս չեն պատասխանում, ինչ ուզում է չեն թողնում անի։ Իրավունք ունի իր համար հասկանալի բացատրություն գտնել, կրկնակի ստանդարտներ։ Պատճառն էլ իրավունք ունի հնարել կրոնական գործոն։ Իրենց հարցերին չեն պատասխանում, իրենց ուզածները չեն անում, որովհետև իրենք մուսուլման են, իսկ Եվրոպան իսլամաֆոբիայով է տառապում, ամեն ինչում հայկական լոբին է մեղավոր։ Բայց երբ այս աբսուրդից ուզում ես եզրակացություն անել, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը ռազմի դաշտում պարտվելուց հետո փառահեղ պարտություններ է կրում նաև դիվանագիտական դաշտերում եւ ինչպես առաջին դեպքում, երկրորդ դեպքում էլ փորձում է սեփական պարտությունը հաղթանակի վերածել։ Սա մեկ։ Երկրորդ, եթե իսկապես հայկական լոբին է լուծում աշխարհի հարցերը, աշխարհն էլ իսկապես իսլամաֆոբիայով է տառապում, ուրեմն ինչով բացատրել, որ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը, որոնց ղեկավարները իդեպ քրիստոնյաներ են, որտեղ շրջանառվում են քրիստոնյաների ֆինանսները, նավթի եւ մանաթի գին ընկնելուց հետո չթողեցին, որ Ալիևը գոնե մի 10 օր տխրի, վեր կացան հասան Բաքու, որ փող տան Ադրբեջանը, իսկ իրականում Իլհամ Ալիևի իշխանությունը փրկելու համար։ Եթե այդքան սկզբունքային է կրկնակի ստանդարտների դեմ, ուրեմն պիտի քրիստոնյաների փողերով փրկությունից հրաժարվի, ինչ մուսուլման, որի հույսը անհավատներն են։ Եվ երրորդ մի տարբերակ նույնպես, մանավանդ որ պարոն Ալիևը վերջերս Դավոսում հայտարարեց, թե ինքը նավթի գների անկման պատճառով ուշադիր եղեք, հոգևոր հյուծվածության մեջ է։ Այդ առնչությամբ առաջարկում եմ Իլհամին մեկ տարբերակ եւս։ Թող դարձի գա ու քրիստոնյա դառնա։ Եվ հարցերին կպատասխանեն, եւ ֆոբիաները չեն խանգարի, եւ հայկական լոբին, թե չէ խեղճ մարդու կյանքը կյանք չէ։ Շնորհակալություն։